Հոգևորականին կարելի է զբաղվել քաղաքականությամբ։ Հայոց եկեղեցական կանոնական իրավունքի համաձայն հոգևորականի գոչումը անհամատեղելի է քաղաքական պաշտոններու, կուսակցական գործունեություններու և աշխարհիկ իշխանության հետ։ Այս սկզբունքը հիմնված է թե ավետարանական պատգամներուն և թե տիեզերական ու հայոց ազգային կանոններու վրա։ Ցեզի մի քանի հիմնական սկզբունքներ ու կանոնական հիմքեր տամ, որոնք կարգիլ են հոգևորականներուն մտնել քաղաքականության մեջ։ Ավետարանական հիմքը հոգևորականի ծառայությունը նվիրված է Աստծո արքայության, որը ըստ Քրիստոսի այս աշխարհեն չէ։ Գսե ոչ ոք կարող է երկու տիրոջ ծառայել, կամ մեկին կատե և մյուսին կսիրե, կամ մեկուն կմեծարե և մյուսին կարհամարե։ Մատթեոս 6:24։ Նաև մեր Տերը գսե Հովհաննես 18:36-ի մեջ. «Իմ թագավորությունս այս աշխարհեն չէ»։ Երկրորդ առաքելական կանոններ Սուրբ առաքյալներու կանոնները, որոնք հայ եկեղեցու կանոնագիրքի հիմքերն են, հստակորեն կհրահանգեն հոգևորականներուն հեռու մնալ աշխարհիկ վարչական գործերեն։ Առաքելական 6-րդ կանոնը գսե. Եպիսկոպոսը կամ քահանան կամ սարգսակը աշխարհի հոգսերով չպատվիրեն իրենց վրա, այլապես թող լուծարվին, այսինքն կարգալույծ ըլլան։ Առաքելական 81-րդ կանոնը գսե. Ըսինք, թե չի վայելեր եպիսկոպոսին կամ քահանային իջնել հանրային կառավարման մեջ, այլ պետք է անոնք անդադար զբաղվին եկեղեցական կարիքներով։ Հայոց կանոնագիրք գսե նաև. հայ եկեղեցու հայրերը, մասնավորապես Սուրբ Սահակ Բարթևն ու Ներսես Մեծը, միշտ շեշտած են հոգևորականի անկախությունը աշխարհիկ գիրքերեն։ Կանոնական սկզբունք հոգևորականը հաշտության և խաղաղության մշակ է։ Երբ ան կմտնե քաղաքականության կամ կուսակցական պայքարի մեջ, ան կդադրի ըլլալը բոլորի հովիվը և կդառնա միայն մեկ հատվածի ներկայացուցիչը, ինչը կհագասե եկեղեցու միասնականությանը։ Պողոս առաքյալը նաև կհորդորե, ըսելով. ոչ ոք, որ զինվորություն կնե, աշխարհի սպաղումներով կկաշկանդվի, որպեսզի հաճելի ըլլա անոր, որ զինք զինվորագրեց։ Երկրորդ Տիմոթեոս 2:4։ Որպես ամփոփում, ըստ հայոց եկեղեցու կանոնագիրքի, եթե հոգևորականը կփափագի զբաղվել քաղաքականությամբ, ան պետք է հրաժարի իր հոգևոր աստիճանեն, դառնա աշխարհական, որպեսզի եկեղեցու սրբությունն ու չեզոքությունը չվնասվի քաղաքական շահերու պատճառով։